նախաձեռնություններին, որոնք պահանջում են իշխանության հրաժարականը, ինչ նախաձեռնություններ են։ Չգիտեմ, ինչին ուզում է թող միանա, այս 5 տարիա, 6 տարիա հա միանում են, անընդհատ թող միանան։ Կարծում եք 2027-ին նոր իշխանությունը կրեց, արդյոք չի մտավախություն չունեք, որ նույնիսկ 2026 թվականին, որովհետև ասում են, սա ցուցիչ էր ընտրությունների։ Չէ, չունեմ, որովհետև նախ Գյումրի մենք պարտություն չենք կրել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, 2 անգամ ավել ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը, եւ գիտեք ինչ, ժողովրդավար երկրներում, ժողովրդավար համակարգերում, որտեղ որ ամեն ինչ կանոններով շատ հազվադեպ է լինում, որ 50%, 50 եւ պլյուս 1% հավաքում են որևիցե կուսակցություն, միշտ դա կոալիցիա տեսնել Գերմանիայում, Անգլիայում եւ վերջացնեմ։ Իհարկե ոչ չի կարող, որովհետեւ դուրս կգան Քարոզ Արշավի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես ասել եմ Գյումրիում եմ ասում, կարամ վերջացնեմ խոսակցությունս։ Գյումրիում եմ ասում, մենք ավելի շատ ձայն ենք հավաքել, քան 2021 թվականին։ Ես դրա մեջ եմ։ Առաջարկով, որովհետեւ այն առաջարկը, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է եւ կանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլ ընտրանք չունի։ Այն առաջարկ, տեսեք, այս ընտրություններն, ջան, դրա մասին բաները, ընտրողները կորոշեն։ Հիմա քո անձնական պատկերացմամբ բաները գնահատականները դա քոնն է, իմը կարող այլ տարբերակ լինի, չէ, որի մասին ես ասում եմ։ Խաղաղություն եք ասում դա եղավ, պարոն Սիմոնյան, 21 թվականին խաղաղության օրակարգով եք ընտրությունների։ Գիտես ինչ, դժվար է, չէ, ասել, որ հիմա մենք պատերազմի մեջ ենք։ Դժվար է, չէ, ասել, որ հիմա պատերազմ է։ Դե այդ ճանապարհը դրա մասին է լինելու հաջորդ ընտրությունները եւ մենք մեր խաղաղության օրակարգ առաջարկելու ենք մարդկանց եւ իրենք ընտրություն են կատարելու։ Ինչ որ բաներ ասում։ Խմբակցությունը Հետո գիտես ինչ, բանի Գյումրիի ընտրությունները կամ Փարաքյարի ընտրությունները դա քաղաքական ընտրությունների մասին չէր, այսինքն եթե հիմա մենք կարա վերջացնենք, եթե մենք վերադառնանք այն Քարոզ Արշավին, որը տեղի է ունեցել Գյումրիում, թե ընդդիմադիր գործիչների կողմից, թե նաև մեր տեխնացուի կողմից, դրանք հիմնականում տեղային խնդիրների մասին խոսակցությունները, որը որ մեծ հաշվով տրամաբանական է։ Այո, կար քաղաքական կոմպոնենտ, հա, կային նախկինները, որոնք տարբեր մարդկանց դեմքով եկան եւ մասնակցեցին, ասենք Վարդանը ներկայացնում էր բանը, Ղուկասյանը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանին, Էրմիսը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին, եկան ոչ իրանց դեմքով մասնակցեցին, մի կտոր ձեն տարան, հիմա փորձում են միավոր, դա քո գնահատականը, ես չեմ, դա քո գնահատական։ Կապրենք, կտեսնենք, հաղթանակը այն է, երբ որ մարդիկ կունենան քաղաքապետ, երբ որ այդ քաղաքապետը արդեն Գյումրու համար կաշխատի եւ Գյումրու համար ռեալ բաներ կանի եւ բայց քվեների մասով դուք ասում եք, չգիտեմ, կարող է եւ ունենա, ես չեմ ասում չեն ունենան, բայց պետքա գործ անի, երբ որ այդ գործը տեղի կունենա եւ այդ մարդիկ կգնան միանձնյա ոչ թե 4 հոգանոց կոալիցիա, որի գոյությանը ես հետագա աշխատանքին ես չեմ հավատում, դուք մի քիչ ուշացաք։ Ես չեմ հավատում, որտեղ ես վստահ եմ նաեւ հայտարարությունից է Մարտուն Գրիգորյանի դա հնչում, որ հա լավ, օքեյ, ես բանը կապահովենք, բայց հետո ով ասեց, որ մենք իրար հետ աշխատել ենք, այ դրա մասին է խոսքը, եւ դա անվանել հաղթանակ, կներեք, օրինակ ես տենց հաղթանակ չեմ ուզենա ունենալ։ Դուք ասում եք ընդդիմությունը Ներողություն եմ։ Ուզում եք ավելի հերվից բղավեք։ Ես ինչ եմ արել։ Դուք ասում եք ամենաշատ քվեները ստացավ Գյումրիում իշխանական քաղաքացիական պայմանագիրը, նաև մյուս կողմից ասում եք նախընտրական փուլում էր դա ասվում, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են կամ իրենց, այսպես ասած, թիմակիցներ, այո, ստացվում է, բայց չի ստացվում, որ նրանց ձայների հանրագումարով ավելի շատ ձայները զուտ, ավելի շատ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների օգտին, քան քաղաքացիական։ Շատ լավ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնան եւ ազատ ընտրություններով նման ընտրությունների մենք կընդունենք այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում։ Ես դրան չեմ հավատում։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Չէ, ես ձեր բոլոր հարցերը, լավ, մի րոպե, ձեր բոլոր հարցերը եկեք մի բանի իմի բերենք, հա։ Համապետական ընտրությունները եւ, ասենք, չգիտեմ, Սարիկ Մինասյանի ընտրությունը կամ որևիցե այլ համանքապետի ընտրությունները, դա թե խոսույթով, թե օրակարգով, թե տեխնացուով, թե իր ասելիքով տարբեր բաներ են։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրություններում եղել է համայնք, որ հավաքել ենք 80%, եւ նույն այդ համայնքում 25% ենք հավաքել տեղական ընտրությունների ժամանակ։ Եկեք տարբերեք եւ նենց չի որ միջև այս երկու ընտրությունները որևիցե այլ համայնքում այլ կուսակցության ներկայացուցիչ
համայնքի ղեկավար չկա, ուստի եկեք իմի բերելով այս թեման ֆիքսենք հետեւյալը։ Ոչ, սա որևիցե սա ես կարգալին խոսեմ, սա որևիցե ձևով կապ չունի եւ չի կարող կապ ունենալ որևիցե այլ ընտրության հետ։ Սա Գյումրիի ընտրություններ, Հարաքյարի խոշորացված համայնքի ընտրություններն են, որոնց մենք հետևություններ ենք անում եւ անցնում ենք։ Հիմա Գյումրիում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյան, կարծեմ Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե համ նրանց համ նրանց։ Պարոն Սիմոնյան, մեր Ռոբերտ Քոչարյանին եւ Նայ, ինչ որ չափ այո, իմանալով որ այդ մեկը ներկայացնում է, այս մի թեվեն մյուսը ներկայացնում, մյուս թիվը նաեւ ընտրել են այո։ Պարոն Սիմոնյան, Գնայք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցին։ Ուրիշ բան ասեմ, 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք, դրանից որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այդպես լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամ անա։ Գյումրու կառավարումը փաստորեն այսպիսով տուժելու է, ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային, որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշքշվի, չգիտեմ։ Ում այդ կոմպրոմիս։ Իրանք այն 2-3-4 հոգին, որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների, ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացեք իրենց այդ հարցը տվեք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան, ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար, երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի եւ այլ այո իհարկե դե բա իհարկե բա կարող է մենք ներողություն եմ չեմ կարծում այդպես բան ես չեմ կարծում որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք մյուսի համար իհարկե անելու ենք իհարկե տեսեք Գյումրին մեր երկրի մեր իշխանության մեր բոլորի համար ամենավառ ամենասիրուն ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է ո՞նց կարանք չանենք իհարկե